Ուշացար։ Դե խոսում էինք։ Ինձ այնքան վատ եմ զգում Էդոյին անիմաստ կասկածելու համար։ Բա որ ասում էի։ Արշակ այսօր նենց բան եմ իմացել, տեղից չեմ գտնում։ Հիմա ինչ ա եղել։ Էդոն ասաց, որ Նորոյի քրոջ մոտ լուրջ հիվանդություն ա հայտնաբերվել։ Ալինայի։ Հա։ Ինչ ա եղել այդ երեխուն, ինչ հիվանդ ա։ Դե ասաց Արյան լուրջ խնդիր կա։ Ու բուժման համար շատ մեծ գումարներ են պետք։ Ընկերուհիս աստեղ եկել է իրան տեսակցության։ Ինչ ա եղել։ Ասա ես ինչով կարամ օգնեմ, որ բժշկի մոտ ա, ես տեղ ծանոթներն եմ, ինչ որ պետք ա կանեն։ Չէ, ամեն ինչ նորմալ է, կարիք չկա։ Էլիս ջան, բայց դու հուզված ես։ Վստահ ես, որ ամեն ինչ նորմալ ա։ Աստորեն այդ օրը Ալինան ա պարկած եղել։ Ինչ։ Չհասկացա երբ։ Հիշում ես այն օրը, որ Արևի փորը ցավում էր, ես էլ տարա հիվանդանոց։ Հա։ Այդ օրը Էլիզին տեսա, բայց խաբեց ասաց, որ ընկերուհին ա պարկած։ Հաստատ Ալինան ա եղել։ Ես հիշում եմ այդ օրը Նորոյի հետ էի, որ զանգեցին, ասեցին քուրիկը վատ ա։ Արշակ Նորոն նորմալ աշխատանք չունի, Էլիզն էլ ընդհանրապես չի աշխատում։ Որտեղից են այդ գումարները գտնելու, ինչ են անելու։ Ես ինչքան էլ Էլիզին ատեմ, չսիրեմ, այդ կապ չունի։ Այդ չի ազդում, որ ես Ալինայի մասին չմտածեմ, ինքը ընդամենը երեխա ա։ Ես կօգնեմ, հա։ Հա, ես կհոգամ այդ ծախսերը։ Ու քեզ թվում ա իրանք այդ օգնությունը ընդունելու են։ Արշակ Էլիզը վրեժով լցված մտել ա այս տուն։ Քեզնից վրեժ լուծելու համար ինքը անգամ Արևին էր պատրաստ օգտագործել։ Ու դու ասում ես, որ իրան գումար կվերցնեն քեզնից։ Չգիտեմ, ես պետք է օգնեմ այդ երեխեքին։ Ես ինձ չեմ ների, եթե ձեռքերս ծալած նստեմ Մագդա։ Հա, հիմա Շուշանը չկա, բայց ես կամ։ Ու ես պարտավոր եմ օգնել այդ երեխեքին։ Նենց կանեմ, որ չիմանան, որ ես եմ։ Մի բան պետք է անեմ։ Ու ոնց։ Չգիտեմ, մի բան կմտածեմ, բայց հիմա պետք է հասկանամ, թե ինչ ա կատարվում Ալինայի հետ։ Ալո։ Բարև Նորո, Արշակն է։ Ալո։ Ինչի համար ես զանգել։ Նորո ես հասկանում եմ, որ քո տրամադրվածությունը իմ հանդեպ չի փոխվել, բայց չես կարծում, որ ժամանակն է իրար հանդիպենք, իրար դեմ նստենք։ Ես մտածում եմ, որ մեր հանդիպումից շատ բան կարա փոխվի։ Մենք իրար հետ բան չունենք քննարկելու։ Չկա նենց մի հարց, որ տալու եմ ու այդ ինձ բավարարելու ա դրա պատասխանը։ Դու ինձ հաստատ հարցեր չունես տալու։ Չէ, ընդհանրապես չունեմ։ Ես ինձ չէի հարգի, եթե քեզ հարց ունենայի տալու։ Լսի Նորո, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց արի առանց չափերն անցնելու։ Ես քո տարիքին չեմ։ Եթե այդքան բանը մտածում էիր, իմ համար ընդհանրապես պետքա չհավաքեիր։ Մենք իրար հետ խոսալու բան չունենք, քննարկելու բան չունենք։ Եթե մարդը դիմացին չի հարգում, տարիքը ուղղակի թիվ ա դառնում։
Ու այդ սուտ բանը։ Ես չգիտեմ դու ինչի ես վերցրել, որ ինչ-որ բան ունենք իրար հետ քննարկելու, որ զանգել ես։ Որովհետև տեսնում եմ, որ հարցի երկու կողմում մենակ ես ու դու չենք։ Մեջտեղում Արև կա, Ալինա, Էլիս։ Քո համար Արևը մեկ է։ Ուզում ես ես դրան հավատամ։ Լավ, համարենք ես քո թշնամին եմ։ Բա այն երեխեն, որ քո մորից է ծնվել, քո մոր մասնիկն է, ապրում է կա։ Ինքը քո համար ոչ մի բան չի նշանակում։ Ես ինչ հասկանամ ես քո լռությունից։ Իսկ ինչի պետք է իմ մամալ Արևը մեկ չլինի։ Լսի նորո, ես շատ բաներ մի կողմ եմ դրել։ Շատ բաների վրա աչք եմ փակել ու զանգել եմ, որ հասկանանք իրար։ Ինչի վրա ես աչք փակել։ Որ քերոջդ նեղացրել եմ։ Զանգել ես, որ պատասխան ուզես։ Ինչ ես ուզում, որ լսես։ Կներես, թե շնորհակալություն։ Գիտես ինչ, շատ վատ է նայվում, որ փորձում ես ավելի վատը լինել, քան կաս։ Դու այդ մարդը չես։ Լսի, ընդհանրապես ես համարին էլ չզանգես։ Դու ինձ լավ չես ճանաչում, որ մի հատ էլ ինձ բնութագրում ես։ Ընդհանրապես մոռացի բոլորիս։ Ու մի հիշի մի զանգի, ես քո հետ ոչ մի բան չունեմ քննարկելու ու խոսալու։ Այ եթե մի օր որոշեմ քեզ ինչ-որ հարցեր տալ, հաստատ իմացի, որ դրա տակից չես կարողանալու դուրս գաս։ Որովհետև ոչ ինձ ես ճանաչում, ոչ էլ գիտես ինչ հարցեր եմ տալու։ Էլ չզանգես։ Իզուր զանգեցիր։ Հա, ես էլ փոշմանեցի։ Բայց անկախ ինձանից ստացվեց։ Մտածեցի, որ կարող է ինչ-որ բան փոխվի։ Շատ վատ չէ հետդ խոսեց։ Արշակ իրանք քո օգնությունը չեն ընդունելու։ Ավելի լավ է մոռանաս դրա մասին։ Գիտես իմ համար էլա ցավոտ։ Ես չեմ ուզում այդ երեխուն ինչ-որ վատ բան լինի։ Բայց հիմա մեզ նոր խնդիրներ պետք չեն։ Հաստատ ինչ-որ ելք կգտնեն։ Մագդա, ոնց, ինչ ելք գտնեն։ Ես պետք է օգնեմ այդ երեխեքին, հանուն Շուշանի ես պարտավոր եմ օգնել։ Ես մի բան կմտածեմ։ Ես նենց կօգնեմ, որ չեն իմանա, որ դա ես եմ։ Ուղղակի չգիտեմ այս զանգից հետո ոնց եմ անելու։ Իրանք քեզ չեն ճանաչում։ Իրանք չեն էլ փորձում քեզ ճանաչեն։ Այ որ ճանաչեին այնքան բան դեպի լավը կփոխվեր։ Հիմա էսա։ Էլ ոչ մի բան չեն կարող փոխել։ Դժվար է։ Շատ դժվար է։ Բայց դու չլացես։ Լսում ես ինձ, չլացես։ Նորո։ Բայց ես ձեր տուն էի ուզում գայի։ Լավ է իրանում։ Ինձ թվում է դու ինձ լիքը բան ունես ասելու։ Այսինքն։ Դե Մագդայի հետ խոսալուց հետո աղբերը ինձ զանգեց։ Ինչ։ Ինչ էր ասում։ Արշակ իր մտքերով հետը չի կիսվել։ Չէ, նորո ես Արշակին երկար ժամանակը չեմ տեսել։ Մագդան էլ ինձ ոչ մի բան չի ասել։ Մենակ Մագդայի հետ եմ խոսացել, դե ասաց ձեր մոտ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Գիտես էլի, շատ նեղված էր։ Աղբերական հիմա չսկսես։ Չասես այդ աղջիկը շատ ա նեղվում, չգիտի ինչ անի, սիրում ա։ Ես ինչ որ պետք է իրան ասել եմ։ Քեզ լսելով իր աշկերի մեջ ուղիղ նայել ու ամեն ինչ ասել եմ։ Էլ ասելու բան չունեմ։ Լավ, բա Արշակի ասած է ինչ էր։ Ուզում էր որ հանդիպենք։ Ալինայի Արևի մասին էր խոսում։ Ասում էր որ մեջտեղում է երեխեքն են եւ այլն։ Դե բա մարդը ճիշտ է ասում էլի։ Հանդիպեր ինչ կլիներ որ։ Հետո դու լուրջ չես ընդունում, հա։
Դու չէ լուրջ ուզում ես ես նենց բան անեմ, որի տակից չկարանանք դուրս գանք։ Սեք դու ոնց ես պատկերացնում, այդ մարդու հետ ես ոնց կարամ հանդիպեմ։ Կամ հանդիպենք, ինչ պետքա խոսանք, ինչ պետքա քննարկենք։ Կարող եմ մի հատ էլ տենալուց պետքա ձեռք է սեղմեմ, հա։ Չէ, ավելի լավ է մի բուռ հող վերցնեմ, կսեմ դեմքիս, այդ իմ համար նույն բանն է։ Լավ, նորո։ Վերջ ախպերս, վերջացրու, ես ոնց տենում եմ դու լավ ջղայնացած ես։ Հա, ջղայնացած եմ այդ։ Իրոք ջղայնացած եմ։ Դու իրան որ տենաս ամեն ինչ ասա։ Իրան բացատրի, որ այդ հանդիպումը չի կարա տեղի ունենա։ Կամ եթե տեղի ունենա, հաստատ իր համար շատ վատ ավարտ է ունենալու։ Նորո, ես քեզ որ չճանաչեի, կմտածեի այստեղ ընդհանրապես խիղճ չունի։ Դու խիղճ չեն թողել, հա։ Նորո, լավ էլի։ Այդ կարճ ասած։ Իրան որ տենաս ամեն ինչ բացատրի։ Ասա։ Եթե տենաս չի հասկանում, 10 լեզվով բացատրի, թող հասկանա։ Արի գնանք տուն։ Չէ, նոր ընթացքում հիշեցի էլի մի հատ գործ ունեմ կիսա թողած, վերջացնեմ, հետո ես քեզ կզանգեմ, հա։ Լավ։ Լավ ես։ Սրանից լավ չեմ կարող լինեմ էլիս։ Երեխու շորերը արդեն պատրաստ է վաղվա համար։ Ապրես։ Բայց դու ոնց որ ուրիշ բան ես ուզում ասես։ Բայց չջղայնանաս էլի։ Ես հիմա ամեն ինչի պատրաստ եմ։ Քո արածներից հետո այդ ինչ պետք է ասես, որ ավելի շատ ջղայնանամ։ Նորը ես մեղավոր չեմ։ Ալինան զանգեց Հասմիկին ու ասել է, որ ուզում է գա մեր տուն, ուզում է տեսնի։ Լավ արել հետո։ Չես նեղվում։ Էլիս ես Հասմիկի հետ ինչ կապ ունեմ, որ մի հատ էլ նեղվեմ։ Էս էլ Ռոբը։ Բարի ուշ երեկո բոլորին։ Բարև Ռոբ ջան։ Նստի ախպերս, նստի։ Բարև Ռոբ ջան։ Արի նստի կողքս։ Էս ոնց որ ծնունդ ունենք, ես մոռացել եմ, հա։ Չէ, հաս։ Ուղղակի Ռոբը որոշել է ինձ ուրախ ճանապարհի հիվանդանոց։ Դե վաղը պետքա գնանք, որ մի քանի օր պարկեմ։ Տատ, ինձ ու Ռոբին էլ թեյ կբերես։ Ով ա տեսել մարդ սենց ուրախ գնա հիվանդանոց։ Ես ոնց որ բացառիկ կերպար եմ, հա։ Բա ուրախ պետքա գնաս, բա ինչ։ Գնալու ես շուտ լավանաս ու հետ գաս ալի։ Դե հա։ Ալին այսքանի օրը անկեղծ ուզում էի գայի քո մոտ, ուղղակի չէր ստացվում, բայց այսօր բոլոր գործերս հետա ձգել եմ, որ գամ ու քո հետ լինեմ։ Ապրես հաս։ Ես շատ ուրախ եմ, որ բոլորդ հիմա իմ կողքին եք։ Բայց եկեք այն տորթի հախից գանք, որ վտևել չեմ դիմանում։ Ալինա, մի քիչ քեզ զուս պահի, տորթ չես տեսել։ Էլիս կլինի քո էսթետիկան մոռանաս, երեխեն ուրախ է։ Էլիզս ուղղակի մեկ-մեկ դեմքերն ու դեպքերը խառնում է իրար։ Իսկ կլինի դու գոնե մի անգամ ինձ լավ բան ասես։ Իսկ կլինի դուք չկռվեք։ Ռոբը ուղղակի շատ լավ գիտի իմ ճաշակը ու իմ ամենասիրած տորթն ա բերել։ Դրա համար չեմ դիմանում էլիս։ Ապրի Ռոբս։ Դե իրականում Ալինային ուրախացնելու մեջ բարդ բան չկա։ Համով ու քաղցր բան ես առնում ու վերջ։ Ուզում ես ասես ես շատ ակեր եմ։ Հիմա էլ ոնց որ դուք սկսեցիք, հա։ Դու ջան նորմալ հաց կեր։ Արշակոպար, ճիշտ ասած գիշերները աշխատում եմ քիչ ուտեմ։ Նիհարում ես։ Չէ, իմ սարքածից է վախենում։ Դու իրոք վախենում ես Մագդայի սարքածից։
Ոայ չէ արևս։ Ես գիտեմ, որ Մագդան շատ համով է պատրաստում։ Չէ, բալես, ուղղակի Էդոն առողջ ապրելակերպով է ապրում։ 6-ից հետո հաց չի ուտում։ Երևի մենք էլ իրան հետևենք։ Հա, լավ միտք է, բայց ես ու Մագդան չենք մասնակցում։ Էդո, գիտես, ես արդեն այբուբենի կեսը սովորել եմ։ Շատ լավ է սովորել։ Փտարը միջև հիմա լավ չես գրում։ Ոչինչ, ես կսովորացնեմ։ Լուրջ Էդո, չնայած, հա, դու սովորացրա, թե չէ պապան իմ ձեռը չի դիմանում։ Մագդա, բայց ես ուզում քո ձեռքով պատրաստած սուրճից ինձ հյուրասիրես։ Այն սուրճից էլի, որ գորտերը խմում արքայազն են դառնում։ Էդո, Ջան, այս ինչ գեղարվեստական ձևով մոտեցար։ Ուղղակի որ ասեի սուրճ դիր, հաստատ կդնեի։ տենց եմ ասում, որ սիրով պատրաստես, որ ինձ Սևանի օրը չգցես։ Հիշում ես։ Ուտելիքից մեջ սոդա, սուրճից մեջ աղ։ Հիշում ես, Մագդա։ Այդ ժամանակ դու էիր մեղավոր։ Հիմա ոչ մի սխալ բան չես արել, մի անհանգստացի։ Ռոբին ճանապարհեցի։ Լավ արեցիր, ուշ արդեն։ Ճիշտ ես ասում, ուշ է։ Գերվի չի ուզում գնա։ Իմ ընկերուհին քեզ չի խանգարում։ Ինքը քո հետ անգամ բառ չփոխանակեց նոր։ Ռեակցիա էլ չտվեց։ Ինչից ես նեղվում։ Բայց ով ասես, որ ես նեղվում եմ։ Ժամը ուշ է, իր համար եմ ասում։ Իսկ ինչ վերաբերվում է քո ասացին, մենակ ուրախ եմ դրա համար։ Հա։ Ինձ թվում է Հասմիկ արդեն ընդունել է ու հասկացել է, որ դուք բաժանվել եք։ Սկզբում մտածում էի ավելի շատ մեր տուն եկել քո համար, քան Ալինայի, բայց ոնց տեսնում եմ, չէ։ Ուրախ եմ։ Ինչքան շուտ է հասկանա, այնքան լավ իր համար։ Քեզ թվում է ինձ դուր է գալիս, որ իմ պատճառով ինչ-որ աղջիկ նեղվում է։ Չկա տենց բան։ Ալին չես վախենում, չէ։ Ինչից։ Հա, հիվանդանոց գնալուց։ Դե հա, մարդիկ կան վախենում են բժիշկներից։ Չէ, Հաս։ Ես ոչ բժիշկներից եմ վախենում, ոչ էլ հիվանդանոցում պարկելուց։ Բայց զգում եմ, որ Էլիզն ու Նորան ինչ-որ բան թաքցնում են ինձնից։ Բայց ես բան չեմ ասում։ Ու ավելորդ հարցրել չեմ տալիս։ Բայց զգում եմ, սիրտս զգում է, որ մի բան են չի։ Ալին, մենք ընկերներ ենք, չէ, առաջվա պես։ Ու առաջվա պես իրար վստահում ենք, չէ։ Բա ոնց։ Հաս, դու գիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում։ Շատ։ Բայց ես շատ կուզեի, որ դու Նորոն էլի հաշտվեիք ու դու ամեն օր գայիր մեր տուն էլի։ Ալին, ես չգիտեմ ինչ կլինի հետո, բայց դու շատ շուտ լավանալու ես։ Իսկ Էլիզն ու Նորոն քեզանից ոչ մի բան չեն թաքցնում։ Հավատում ես, չէ՞ ինձ։ Դե վերջ։ Դու Նորոյին բոլորիցս լավ ես ճանաչում։ Դու գիտես, որ ինքը խաբել չի սիրում, ու խաբել էլ չգիտի։ Ճիշտ ես, Հաս։ Նենց որ, եթե ինչ-որ մի բան լիներ, մենք երկուսս էլ կհասկանայինք։ Այ հիմա սերտս հանգստացավ, Հաս։ Դու ճիշտ ես։ Արշակոպար հիմա ստեղա ավելի լավ, թե Ամերիկա։ Չէ, իհարկե ստե Էդո ջան, ստե ավելի լավ է։ Մի խոսքով չես փոշմանել։ Չէ, չեմ փոշմանել հաստատ։ Հա, դե շատ լավ է։ Դա ավելի Մագդա, ես ինչ ես բերել։ Ես քեզնից նորմալ համով սուրճ ուզեցի, ես մահաս ես բերել։ Այդ ինչի։ Արշակ էս տղան ինձ ինչ է ուզում։
Մագդա շատ դառնա, ոնց որ թույն լինի։ Նորմալ է, հա, սենց։ Դու միշտ դառն ես խմել, այդ ինչի հիմա թույն դարավ։ Բա ուրա իմ սիրած շոկոլադը։ Կներես մոռացել էի, հիմա կբերեմ։ Շատ եմ քեզ ներվայնացնում։ Դու իսկականից գժվել ես։ Բա պիտի գժվեմ, Մագդա։ Պիտի գժվեմ, որ գոնե մի փոքր ժպտաս։ Ինչ եկել եմ մրուկներդ կախ նստած ես, ախր տենց չի լինում։ Մի հատ է շոկոլադից փորձի։ Ասում են, որ տրամադրություն է բարձրացնում։ 6-ից հետո հաց չես ուտում, որ շոկոլադ ուտես։ Վայ, երեխեք ջան, վայ։ Ձեր հետ շատ լավ անցնում, արտամենի չմոռանում է։ Էդո ես հիմա կնեղանամ։ Վայ, բա եղավ արևս։ Արի մի հատ քեզ էլ գրկեմ։ Մագդա, ինձ ու Էդոին էլ կնկարես։ Վայ, արև քո մոտ էլ պետքա զգուշ լինենք։ Ինչ տեսնում ես, նկարում ես։ Դե սիրունեիք դրա համար նկարեցի։ Լավ նայեք, ես կողմ նկարեմ։ Դե լավ, ես արդեն գնամ ուշա։ Ալին անպայման հիվանդանոցել եմ գալու։ Ապրը շատ հասվոր եկար։ Դե, եթե գնում ես, ես էլ հեսա գնամ պարկեմ մի քիչ հանգստանամ, հա։ Հաս, բայց ուշ է, ոնց ես գնալու։ Նորմալ է։ Ես կտանեմ։ Չէ, նորմալ է, ես կգնամ։ Հաս, իրոք ուշ է։ Էլիս, մթությունից չեմ վախենում, երեխա չեմ։ Կգնամ։ Չէ, ամեն դեպքում ուշ ժամ է, մինչև տաքսիկը ճանապարհեմ։ Ոյ նորո։ Նոր սկսել է իրան քոպես պահել։ Իմ։ Ես ինձ տենց եմ պահում։ Էլ դու սրա կրկնակին ես։ Հավատա չեմ խոփում։ Գնա պարկի, հա։ Կրկնակին ես։ Իմ տաքսին արդեն հասնում է, դու կարաս գնաս տուն։ Չեմ հասկանում, ինչ խնդիր կա։ Ինչի համար ես քեզ սենց պահում։ Աս ջան, դու մեր տանն ես եղել ու նորմալ է, որ ուշ ժամ է ու ես քեզ ճանապարհեմ։ Հանգիստ կարաս գնաս տուն նորը։ Իսկ կրենի ամեն դեպքում սպասենք տաքսի դգա։ Ես ինձ ավելի լավ կզգամ, որ մենակ սպասեմ։ Հասկանում եմ, նեղացած ես։ Չնայած չէ, չեմ հասկանում, ինչի համար ես նեղացած։ Ճիշտ ես։ Ինչի պետք է ընկերուհուս եղբորից նեղանամ։ Իմաստը։ Էլիս կներես, որ ուշ եմ պատասխանում, Էդոն էր մեր տուն եկել, նոր գնաց։ Դու իրան ճանաչում ես, չէ՞, Մագդան ասաց, որ իրար ճանաչում եք։ Էլիս կներես, որ ուշ եմ պատասխանում, Էդոն էր մեր տուն եկել, նոր գնաց։ Դու իրան ճանաչում ես, չէ՞, Մագդան ասաց, որ իրար ճանաչում եք։ Հա, արև, ճանաչում եմ։ Բայց դու ինձ ասա դու ոնց ես։ Դասերը տանում ես նորմալ։ Հասցնում ես։ Հա, արև, ճանաչում եմ։ Բայց դու ինձ ասա դու ոնց ես։ Դասերը տանում ես նորմալ։ Լավ եմ, Մագդան ու պապան օգնում են։ Նայ, այսօր եմ նկարվել։
Լավ նկարներ են, չէ՞։ Ես Էդոյին ու Մագդային ավելի լավ եմ նկարում, քան Մագդան ինձ։ Ինքը ինձ լավ չի նկարում։ Լավ նկարներ են, չէ՞։ Ես Էդոյին ու Մագդային ավելի լավ եմ նկարում, քան Մագդան ինձ։ Ինքը ինձ լավ չի նկարում։ Արդեն ուշ արև, դու պարկի քնի, ու հիշի ոչ մեկի պիտի չասես, որ ես քեզ գրել եմ, ոչ պապայիդ, ոչ էլ Մագդային, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։ Արդեն ուշ արև, դու պարկի քնի, ու հիշի ոչ մեկի պիտի չասես, որ ես քեզ գրել եմ, ոչ պապայիդ, ոչ էլ Մագդային, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։ Ալին, լարված ես, թե ինձ է թվում։ Ալինը վախեցած ես։ Չէ, նորմալ է։ Ուղղակի ուզում եմ իմանամ, այն ինչ անելու են չի ցավալու, չէ։ Իհարկե չի ցավալու։ Հետո դու սենց բաներից չիր վախենում, քեզ ինչ ա եղել։ Էլիզ, չեմ վախենում։ Բայց չգիտեմ, չէ ինձ ինչա սպասվում։ Ալինա ջան, արի ամեն ինչ պատրաստ է։ Բժիշկն ասեց, որ մնալու կարիք չկա։ Սիստեմաները նշանակելու ժամ կնշանակի կգաք։ Շատ լավ։ Արի, գնացինք։ Ոնց հասկացա հիվանդանոցում չենք մնալու։ Փաստորեն չէ։ Շատ ավելի լավ։ Աշխատանքի կգնամ, հետո նոր աշխատանքի հետ կապված կգնամ կխոսամ։ Ինչ աշխատանքա որ։ Մի քանի բան կա նայելու։ Հասկանամ, որ նա ճիշտ։ Էդոնն է գտել այդ աշխատանքի տեղերը, միասին պետք է գնանք։ Հենց վերջացնենք ինձ կզանգեք, լավ։ Լավ։ Որ հոգմեն, որ պետք լինեմ, ես կգամ։ Մագդա, արագացրեք, ուշանում եք։ Բարև Էդո ջան, արի, առաջացի։ Ես եկել ես ինձ դպրոց տանես։ Չէ, արևս, այս անգամ թող պապան քեզ տանի, ես եկել եմ Մագդայի հետ սուրճ խմեմ։ Բայց խոստացի, որ մի անգամ դու ես ինձ դպրոց տանելու։ Անպայման խոսք եմ տալիս։ Ապրես Էդո ջան, որ եկար։ Բալես, արի գնացինք շուտ։ Ուշանում եք։ Հաջողություն։ Հիմա ինչ ամեն առավոտ մեր տուն ես գալու, որ իմ տրամադրությունը բարձրացնես։ Ինչի՞ չես ուզում որ գամ։ Չէ, ուղղակի չեմ ուզում, որ ինձ խղճակ։ Ես դրա կարիքը չունեմ։ Մագդա, ինչ ես խոսում։ Ես եկել եմ ուղղակի որ քրոջս հետ սուրճ խմեմ։ Ինչ խղճալու մասին է խոսքը։ Եթե չես ուզում, կարամ գնամ։ Էդո։ Ինչ։ Ինչ Մագդա։ Դու քո պահվածքով նենց ես անում, որ մարդի արածի համար փոշմանի։ Նայ, եթե ինչ որ խնդիր կա, ես կարամ գնամ ուրիշ տեղ, ուրիշ մարդկանց հետ սուրճ խմեմ։ Գժվել ես։ Ես թե դու։
Էլ տենց բաներ չասես։ Ուրիշի հետ խմեմ, նենց հետաքրքիր է, դու ուրիշ ում հետ պետք է խմես։ Ալո։ Էլիս ջան, բարև։ Նունենա, Հասմիկի մաման։ Հա, նույնը ծեծե, բարև ձեզ։ Բարև Էլիս ջան, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Կարող եք քաղաք եկել ու ձեզ չեմ տեսել։ Չէ, բալես, որ գայինք հաստատ առանց քեզ տեսնելու չէի գնա։ Բալես մի հարցով եմ զանգել։ Հա, ասեք։ Հասմիկս չկա։ Երեք գիշերվանից զանգում եմ, չի պատասխանում։ Հարևանուհին ծանոթ է։ Խնդրեցի գնաց ստուգեց, դուռը չի բացում։ Դե կարող է աշխատանքի է գնացել ու հեռախոսը անջատել է։ Միշտ հեռախոսը անջատում է, որ աշակերտներին չխանգարի։ Օրինակ է էլի ծառայում։ Էլիս ջան, աշխատանքի էլ չի գնացել։ Ինձ հենց դպրոցից են զանգել ու ասել, որ չի եկել։ Ես էլ չեմ կարողանում գտնել։ Քո հետ չի կամ դու տեղյակ չես։ Էլիս։ Չէ, նույնը ծեծե, իմ հետ չի, բայց մի անհանգստացեք։ Ես հեսա իրան կգտնեմ ու ձեզ կզանգեմ։ Լավ։ Լավ, բալես, սպասում եմ։ Վայ նորո։ Սրանից հետո ինձանից չնեղանաս, լավ։ Դու էլ մի նեղացրու, որ չնեղանամ այ քեզ բան։ Մի բաժակ սուրճ ուզեցի, թերիցս բերեցիր։ Ոնց եմ սիրում ես քո փնփնթան բնավորությունը։ Ժառես առնում Մագդա։ Բացարձակ։ Չեմ հասկանում դու կռիվ ես ման գալիս։ Կրակի վրա բենզին ես լցնում, ու ես քանից հետո մեղքին վրա ես գցում։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Պատասխանի կարող է կարևոր է։ Լավ կներես։ Ալո։ Էդո բարև, ո՞նց ես։ Բարև։ Լավ եմ, դու։ Չգիտեմ։ Այսինքն բան ա եղել։ Էդո նորոն քո հետ է։ Զանգում եմ, չի պատասխանում, ինձ ասել էր, որ իրար հետ պետք է գնանք աշխատանք փնտրեք։ Ահա, պիտի գնայինք, բայց ես չեմ գնացել։ Ինչ ա եղել էլիս։ Նունե ծեծան էր զանգել Հասմիկի մաման։ Ասում էր, որ Հասմիկը չկա։ Հարևանուհին գնացել է, տանը չի։ Զանգում են, չի պատասխանում։ Ոնց թե, ինչ է նշանակում Հասմիկը չկա։ Բա ուր ա գնացել։ Չգիտեմ, երեք մեր տանն էին, նորոն դուրս եկավ ճանապարհի։ Ոնց, այսինքն նորոն ա վերջի անգամ Հասմիկին տեսել։ Հա, երևի չի թողել, որ ճանապարհի։ Չգիտեմ, նորոին էլ զանգում եմ, չի վերցնում։ Մենք հիմա հիվանդանոցում ենք, նորոն ամեն րոպե պետք է իմ զանգին սպասել, հասկանում ես, իսկ ես զանգում ինքը չի վերցնում։ Լավ էլիս կզանգեմ։ Լավ։ Ինչ ա եղել է դու, Հասմիկով է, ինչ ա կատարվում։ Մագդա շատ խառը երկար պատմություն ա, դու ավելի լավա մի խորացի, պետք չի։ Հա, բայց ինչ ա եղել, այդ աղջիկը չկա ու վերջին անգամ իր նորոյի հետ են տեսել։ Հա։ Իսկ ով է իրանց հարազատ մարդ, հա։ Մագդա ինչքան հարցեր ես տալիս, վերջ ես պիտի գնամ հասկանամ ինչ ա կատարվում։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ այդ աղջիկը ով ա, որ դու սենց իրար խառնվեցիր։ Հասմիկը նորոյի նախկին ընկերուհին է։ Բայց իրանք ընդհանրապես իրար հետ կապ չունեն, չեն շփվում, որովհետև Հասմիկը նաև Էլիզի ամենամոտ ընկերուհին է, ու իրանց շփումը մենակ այդ հարթության վրա է Մագդա, բարձա, դու ընդհանրապես մի խորացի գործ չունես։ Ես չգիտեի, որ նորոն նախկին ընկերուհի ա ունեցել։ Նորոն բավականին մեծ տղա է, նորմալ է որ կարար ունենար։ Բայց ոնց որ այդքան էլ հա նախկին չի, որ գիշերը իրար հետ են եղել։ Մագդա վերջացրու։
Գիտեմ, որ ինձ չեք ճանաչում, երևի ուղղակի լսել եք իմ մասին։ Ես քո նկարները տեսել եմ։ Այ հիմա նոր կամաց տեղը բերեցի։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի ես եկել։ Արշակ։